եկեք իրանց մի քիչ նորից գցենք ցնցումների մեջ։ Սամվել, 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 Սամվել։ Սա պրիմիտիվ վախի դրսևորում է։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը աննախադեպ ապօրինություն է որակում ընտրություններից 2 ամիս առաջ ընտրական օրենսգիրքը փոխելու եւ դաշինքի անվանումից Սամվել Կարապետյանի անունը հանելու իշխող ՔՊ-ի նախաձեռնությունը։ Ուղիղ 7 օր առաջ միլիարդատեր գործարարի թիմը հայտարարեց 2 ուժերի հետ դաշինք կազմելու մասին՝ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումով։ Այս որոշումից անմիջապես հետո իշխող ՔՊ-ն խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրեց նախընտրական դաշինքից անձնանունները հանելու առաջարկությամբ։ Ընտրական օրենսգրքի այս փոփոխությունից հետո Կարապետյաններն այլևս չեն կարող իրենց ստեղծած դաշինքի անվանումով մասնակցել ընտրություններին։ Սա նշանակում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողով նախընտրական ցուցակները ներկայացնելուց ուղիղ 1 շաբաթ առաջ ընդդիմադիր դաշինքը պետք է վերանայի իր անվանումը, զեղչելով Սամվել Կարապետյան անունը։ Վերջերս տեսնում ենք, չէ, հաճախ գործադիր իշխանության այս պահի դրությամբ ղեկավարը խոսում է ուժեղ տղերքի մասին։ Բա ուժեղ տղերքը արդյոք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հատուկ հրատապ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ Սամվել Կարապետյան բառը, անունը, ազգանունը չօգտագործելու համար։ Բա սա արդյոք ուժեղ իշխանության դիրքն է։ Կարծում եմ սոցիոլոգիական հարցումները եւ ողջամիտ տրամաբանությունը կհուշի, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի դաշինքի անդամ Արամ Վարդևանյանի համոզմամբ իշխող ՔՊ-ն իր այս քայլով խախտում է ընտրական գործընթացի հավասարությունը։ Փաստաբանի խոսքով եվրոպական արժեքներից շարունակ խոսող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կիլոմետրերով հեռանում է այդ արժեքներից, նմանվելով արդեն բռնապետ Ալիևի վարչակազմին։ Վենետիկի հանձնաժողովի կանոնները այս կերպ կարող են մեկնաբանել եւ նման կերպ փոփոխություն անել մեր հարևան երկրներից, օրինակ Ադրբեջանում։ Իդեպ կարող է եւ հենց որպես լավագույն փորձ վերցնում են հենց այդ օրինակը։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի դաշինքի մեկ այլ անդամ Էդգար Ղազարյանն ավելի պատկերավոր է նկարագրում իշխանության վախերը, նշելով, որ եթե սկզբում Նիկոլ Փաշինյանը պայքարում էր Սամվել Կարապետյանի նկարների դեմ, դրանք հանելով մայրաքաղաքի տարբեր վայրերից, հիմա էլ սկսել է նրա անվան դեմ պայքարը։ Ղազարյանի համոզմամբ իշխանությունը տեղեկություն ունի, որ Սամվել Կարապետյանի դաշինքի հեղինակությունը բարձրանում է, պայմանավորված նաև հենց Կարապետյանի անձով, եւ հիմա որոշել են դրա դեմը առնել։ Հիմա տան խոսակցություն երեխուց իմացի, չէ՞, տես մի հատ բան կա։ Հասմիկ Հակոբյան, պատգամավոր, ասում էր միգուցե մենք օրենք ընդունենք եւ Սամվել անունով մարդկանց արգել ենք մասնակցել ընտրություններին։ Մենք հիմա կարող ենք մեծամասնություն ունենք, կարող ենք օրենք ընդունել եւ ասել բոլոր ենթադրենք Սամվել անունով մարդիկ չեն կարող լինել տեխնացու։ Կարող ենք չէ անել։ Տեսականորեն կարող ենք վերցնել եւ անել դա։ Պարզապես լուրջ է դրանք այդ բանը։ Քննարկումներ եղել է, հիմա ընտրություն օրենք են ընդունել, որով արգելում են Սամվել միջևան նկարների հետ էին պայքարում։ Հիմա կապել են անունի հետ, վաղը այսօր կարող է անձնական տվյալներից կոշիկի ռազմերն ճշտեն, ասեն 42 համար ագնող կոշիկ ունեցող չպիտի ընտրությունների մասնակցի։ Ասա անլուրջ է հասկանում եք, հա։ Դաշինքի անդամ Գոհար Մելոյանն այսօր խորհրդարանի առջև կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տեղեկացրեց, որ իրենց թիմի անդամները արդեն հանդիպել են միջազգային գործընկերների, ներառյալ ԵԱՀԿ ժմիգի հետ, ովքեր ըստ Մելոյանի զարմացած են եղել ՔՊ-ի քայլերից։ Բոլորը փակ հանդիպումներում լուրջ վրդովմունք ու զարմանք արտահայտեցին այսօրվա իշխանության գործելաոճից, որի իդեպ իրազեկված եւ տեղյակ չեն։ Ինչ ազդեցություն կունենա ուժեղ Հայաստանի դաշինքից Սամվել Կարապետյանի անվան հանումը, արդյոք դա կնվազեցնի քաղաքական այս ուժի շանսերը ընտրությունների ընթացքում։ Իմ գնահատմամբ ոչ, որովհետև առաջնային ճանաչելիությունը Սամվել Կարապետյանը ունի, մեր ուժեղ Հայաստան կուսակցությունը արդեն բավականին ճանաչելիություն ունի։ Մենք մեր խնդիրը այստեղ գտնվելու ոչ թե այնա, որ Սամվել Կարապետյանի անունը փորձում են հեռացնել, հա, քվեաթերթիկից։ Մեր խնդիրը գլոբալ է։ Մեր խնդիրը, որ միջամտություն են հակաիրավական թույլ տալիս։ Մեր խնդիրը այն է, որ փորձում են ամեն կերպ քաղաքացու կամքի վրա ներազդել։ Կարապետյանի թիմի անդամները հույս են հայտնում, որ խորհրդարանի ընդդիմադիր 2 խմբակցությունները սահմանադրական դատարանում կվիճարկեն իշխող ՔՊ-ի հակասահմանադրական նախագիծը։ Միջազգային գործընկերներից էլ ուժեղ Հայաստանը ակնկալում է կտրուկ արձագանք։
dictatorship! No dictatorship! Իդեպ բողոքի ակցիայի ժամանակ խորհրդանի ճաղերից այն կողմ մի պահ երևաց եվրոպական մի պատվիրակություն Շվեդիայի խորհրդարանից։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի անդամներից Էդգար Ղազարյանը առիթը բաց չթողեց եւ բարձրախոսով սկսեց կանչել եվրոպացիներին, ասելով, թե նրանք հանդիպում են բռնապետերի հետ, իսկ իրական ժողովրդավարությունը իրենց մոտ է։ Ղազարյանը կոչ էր անում միանալ իրենց, խոստանալով պատմել, թե իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Կարապետյանի թիմակիցները անգլերեն բացականչում էին ոչ բռնապետությանը։ Please join us and we explain you what is happening now in Armenia. You are meeting with dictators.